Alfa News-ի այսօրվա հյուրը քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանն է, բարև ձեզ պարոն Հակոբյան, եւ շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար։ Հայոց ցեղասպանության թեման է օրակարգում եւ շարունակելով թեման կցանկանայի լսել նաեւ ձեր կարծիքը 1915 թվականի ցեղասպանությունը եւ Արցախում կատարած ցեղասպան քաղաքականությունը եւ էթնիկ զտումները նույն քաղաքականությունն են եւ նույն նպատակն են հետապնդում առհասարակ եւ եթե ներկայիս իշխանությունները մեր օրերում ժխտում հերքում է հայոց ցեղասպանությունը, որը տեղի ունեցել թշնամու կողմից այդ ոճրագործությունները 1915 թվականին կասկածի տակ կդրվի արդյոք որ նա կհերքի նույնը որ ինչը կատարվել է այդ նույն քաղաքականությունը Արցախի արցախայության ժողովրդի նկատմամբ մի քանի տարի առաջ։ Գիտեք, ես կարծում եմ միանշանակ է որ այնինչ տեղի ունեցել 110 տարի առաջ, ավելի շուտ եւ այլ, այսինքն այն գիծը, որ կար թուրքերի կողմից, դրա օրգանական շարունակությունը դա նաեւ Արցախում տեղի ունեցածն է էթնիկ զտումները եւ այլ, նույնիսկ ձեռագիրն է նույնը ընդհանուր առմամբ։ Այսինքն այս առումով ես կարծում եմ որևէ բան չի փոխվել, որովհետեւ նպատակը չի փոխվել։ Նույն Թուրքիայի եւ նրանց այսպես դաշնակից փոքր եղբոր մոտ նպատակը նույնն է եւ քայլ առ քայլ իրենք փորձում են հնարավորության սահմաններում օգտվելով աշխարհաքաղաքական նաեւ կոնյունկտուրայից իրենց հարցերը լուծել։ Այս տեսակետից որևէ նոր բան չկա։ Խնդիրը նրանում է, որ իդեմս Հայաստանի իշխանությունների իրենք կարծես թե գտել են բավականին լավ դաշնակից, որոնք ըստ էության այստեղ երկրի ներսում փորձում են ամեն կերպ ադապտացնել այն գաղափարները, որոնք գալիս են Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլ, այսինքն մենք տվյալ պարագայում ունենք ոչ թե դիմադրության կենտրոնի դեր կատարող իշխանություն, պետության իշխանություն, որովհետև օրինակի տարբերություն այնուամենայնիվ 1900 պայմանական ասած 15 թվականի այն ժամանակ պետություն չկար եւ ըստ էության կենտրոնացված դիմադրության օջախ չէր կարող լինել այն հասկացողությամբ, որ ասենք պետք է կատարի պետությունը։ Տվյալ պարագայում մենք ունենք իհարկե պետություն, բայց այդ պետության իշխանությունը ըստ էության հակառակորդի փաստացի դաշնակիցն է։ Եվ եթե հարցը դրվում է այնպես, արդյոք կարող է լինել այնպես, որ ժամանակի ընթացքում, այն էլ շատ մոտ ժամանակի ընթացքում, ասենք Հայաստանի իշխանությունները նաև պարզ ասած կուրանան նաև ցեղասպանության հարցում, ապա ես դա բնականաբար ոչ միայն չեմ բացառում, այլ նույնիսկ տրամաբանական եմ համարում այս իշխանության գաղափարախոսության պարագայում, այն գաղափարախոսության, որը փաստացի արդեն մի քանի տարի առաջ հրամցվում է հայաստանյան հասարակությանը։ Ավելին ձեզ ասեմ, ինձ համար նույնիսկ մի քիչ անսպասելի էր, որ օրինակ թե պատարագը Սուրբ Հարության հետ կապված այդ պատարագը ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ եւ նույնիսկ ես կասկածներ ունեի, որ հայոց ցեղասպանության այդ process-ը արարողությունը, որը սովորաբար ապրիլի 24-ին ցուցադրվում է մեր բոլոր հեռուստակայաններով, այդ թվում բնականաբար հանրային, նույնիսկ այդտեղ ես հստակ տենց վստահություն չունեի, որ դա այս տարի լինելու է, քանի որ այն տենդենսները եւ այն խոսույթը, որ կար Հայաստանի իշխանությունների մոտ եւ առաջի դեմքերի մոտ, իրենք տրամաբանական եզրահանգման էին բերում, որ կարող է ինչ-որ մի բան, ասենք, այս տարի փոխված լինի։ Այս առումով իհարկե ուրախ եմ, որ իմ, այսպես ասենք, ես ավելի հոռետես գտնվեցի, քան եղավ, այն ինչ որ տեղի ունեցավ, բայց նորից եմ ասում, ես վստահ եմ, որ ասենք հաջորդ տարի մենք չենք ունենա այն, ինչի մասին ես ասենք որոշակի կանխատեսումներ ունեի։ Պարոն Հակոբյան, մի հետաքրքիր բան ես նկատեցի այս անգամ բավական լայն լուսաբանում էր, ընդ որում այս անգամ ոնց որ թե նախորդ տարի արևմտյան կողմն էր շատ ավելի շատ լուսավոր, այս տարի ռուսական կողմը սկսած Մարիա Զախարովայով բավականին կոշտ հայտարարություններ արեցին, նշեցին ցեղասպանության փաստը, նույնիսկ
այնպիսի ձևակերպումը, որոնք շատ վաղուց են հնչել, երևի թե 2015-ին էր այդպիսի ձևակերպում Պուտինը տվել եւ 95-ին դուման էր ընդունել եւ նաեւ բոլոր խոշոր հեռուստաալիքները ռուսական ցուցադրեցին կադրեր, ընդ որում շատերի մոտ մի միտք էր գնում, որ սա ժողովրդի ցասումն է, սա ժողովրդի պահանջն է եւ դա իշխանության հետ որևէ կապ չունի։ Առնվազն 1-2 ռեպորտաժում ես տեսել եմ։ Եվ նաեւ մենք գիտենք Alpha News-ով հետաքրքրվում ենք, որ BBC-ին, CNN-ին այս անգամ ինչ-որ դռել են այդ հարցով։ Ինչ է փոխվել։ Ես կարծում եմ առնվազն երկու այսպես կարևոր էլեմենտի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Նախ եւ առաջ այնուամենայնիվ փոխվում է աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Քիչ առաջ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ես հիշեցի, ես կարծում եմ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվում է, այդ թվում նաեւ ռեգիոնալ կոնյունկտուրան է փոխվում, այսինքն այն process-ները, որ տեղի են ունենում աշխարհում, այս նոր վերաձևավորման գործընթացը, գեոքաղաքական գործընթացը, որի հիմնական խաղացողները Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն են, իրենք ես կարծում եմ փոքր ինչ արդեն իսկ ազդում են նույն Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության վրա, բնականաբար աշխարհաքաղաքականության վրա է ազդում, բայց տվյալ պարագայում ռեգիոնալ քաղաքականության վրա եւ շատ չեմ բացառում, որ արդեն իսկ Թուրքիայի դերը Ռուսաստանի համար, որը որ շատ բարձրացրել էր, այսպես ասենք, թե մինչև 2022 թվականը ռուս-ուկրաինական այս հակամարտությունից առաջ, ես կարծում եմ այդ դերը, որ այդքան բարձրացվել է, հիմա երևի թե Ռուսաստանը համարում է, որ աստիճանաբար պետք է զբաղվել նաև ռեգիոնով եւ այսպես ասենք յուրաքանչյուրին վերադարձնել իր շրջանը սյուր։ Սա հակաթուրքական քայլ էր ավելի շատ թե պրոհայկական, որովհետեւ ես կարծում եմ, որ գիտեք, սա մեծ քաղաքականություն է, այստեղ ասել, որ սա ավելի շատ հակաթուրքական է, թե պրոհայկական է եւ այլը, անշնորհակալ գործ է, որովհետեւ աշխարհի քաղաքականությունը, այսպես մեծ քաղաքականությունը, առավելևս գեոքաղաքականությունը, դա զուտ պրագմատիկա է, ռացիոնալիզմի վրա հիմնված եւ տվյալ պարագայում իհարկե կա նաև որոշակի երևի թե պրոհայկականություն որոշակի, ընդ որում ես համաձայն եմ ձեր դիտարկման հետ, որ կարծես թե Ռուսաստանի պաշտոնական Մոսկվան կամ պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչները սկսել են կամ շարունակում են ավելի շուտ չեն սկսել տարբերակել իրարից Հայաստանի իշխանություն ժողովուրդ հասկացողությունները, այսինքն երբ իրենք ասում են, որ ժողովրդի ցասումն է, ժողովուրդը, այսպես ասենք, դուրս է եկել փողոց, որպեսզի իր վերաբերմունքը ցույց տար, իրականում ակնարկվում է, որ իրականում ժողովուրդը, որը որ սովորաբար միշտ նման գործողություններով իր վերաբերմունքն է ցույց տալիս Թուրքիայի ոճրագործության նկատմամբ, այս դեպքում նաև կարծես թե բողոքական ակցիա է անում եւ ուժգին բողոքական ակցիա անում Հայաստանի ներսում այդ թուրքական քաղաքականությունը աջակցող ուժերին, մասնավորապես ըստ էության պաշտոնական Երևանում։ Պարոն Հակոբյան, տեսեք, Փաշինյանը իր խոսնակի միջոցով դատապարտել է Ջայրով երթի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրումը, վերագրելով դրանք որպես սադրիչ քայլ, իսկ իր հերթին արդեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պարտադրել է, որ դա ճանաչվի որպես հանցագործություն։ Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը, ինչպես է կազդի հետագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապագա քայլերի, առհասարակ հասարակության արձագանքի եւ ինչու՞ չէ նաեւ 2026 թվականի ընտրությունների վրա։ Գիտեք, ընդհանուր առմամբ այդ հայտարարությունները, որ դրոշները այրելը եւ այլը դա ճիշտ չէ եւ ես վաղուց եմ լսել եւ գրեթե բոլոր իշխանությունների օրոք այս կամ այն չափով հասարակության կամ քաղաքական տարբեր շրջանակներ նման գնահատականներ տվել են, բայց երբեք չեմ հիշում, որ ասենք պետական մակարդակով նման գնահատական տրվի այդ ակցիային, որը որ ըստ էության ակցիա է, որը որ սիմվոլիկ նշանակություն ունի, եթե չասեմ ավանդույթ է արդեն, այսինքն դա համարենք, որ դա այս բողոքական ակցիայի պարտադիր էլեմենտներից մեկն է եւ եթե դա չլինի, ուրեմն այդ ակցիայում ինչ որ սցենարից ինչ որ մի բան հանված է։
հանված է եւ անբնական է այս առումով։ Այսինքն այս Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը պարզ է, որ պարտադրված է դրսից եւ պատահական չէ, որ մամուլում նույնիսկ կասկածներ կային, որ արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ իր շքախումբը կայցելեն Ծիծեռնակաբերդ, այդպիսի նյութեր կային մամուլում, ընդ որում դա պայմանավորված էր նրանով, որ այսպես որոշակի պահանջներ էր դրված։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր վրա ստանձնած պարտավորությունն է կատարում, փորձում է, այսպես ասենք, իրեն ապահովագրել եւ հանդես զարմանալի չէ, որ հանդես է գալիս նույն տրամաբանությամբ, ինչ Թուրքիան կամ Ադրբեջանի պաշտոնյաները։ Ինչ վերաբերում է նրան, որ արդյոք այդ պահանջը, որ դրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից պատժել, քրեական հետապնդել եւ այլը կգնան այդ քայլի թե չէ, ես կարծում եմ, որ մենք դա նույնպես կարող է լինել պահանջներից մեկը, դա հենց այն նույն տրամաբանության մեջ են հակառևանշիզմի, չգիտեմ, տարածքային պահանջների եւ այլը, հա, սա նույնպես տեղավորվում է ադրբեջանական եւ թուրքական այդ պահանջների այդ ցուցակի մեջ։ Նիկոլ Փաշինյանը ես չեմ բացառում, շատ հավանական եմ համարում, որ եթե այս տրամաբանությամբ շարունակվի, այնինչ որ իշխանությունը առաջ է քաշում, այսինքն այդ ռևանշիզմի դեմ պայքարը, Արցախյան շարժում այլևս չի կարող լինել Հայաստանից եւ այլը, բնականաբար գալու է մի պահ, եթե թողեն կամ թողենք, ապա քրեականացվելու է Արցախի վերաբերյալ Արցախյան շարժում սկսելու, ասենք, կամ վերակենդանացնելու վերաբերյալ գաղափարախոսությունը, ինչպես հիմա պահանջում էին, որ քրեականացվի ցեղասպանության ժխտումը, հակառակ ուղղությամբ շատ բան կարող է լինել։ Իհարկե, ես չեմ կարծում, որ գոնե մոտակա 1-2 տարվա մեջ բանը, այսպես արգելվի ցեղասպանության մասին խոսելը կամ քրեականացվի, այսպես ասեմ, բայց մենք արդեն տեսնում ենք, որ փաստացի նույն Արցախյան շարժման շուրջ խոսակցությունները արգելվում են, սիմվոլիկան արգելվում է, ամեն ինչ արգելվում է եւ եթե հայտարարում է, որ Արցախյան շարժում Հայաստանից չի կարող սկսվել, պետք է մոռանալ դրա մասին, ապա ես գրեթե համոզված եմ, որ քրեականացվելու է նաեւ Արցախյան շարժման մասին ինչ-որ խոսակցությունները, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացվելու է որպես այս նույն ռևանշիզմի դեմ պայքար։ Որքանով մենք տեղեկացված ենք այսպես կոչված այդ խաղաղության համաձայնագրում, այդ 17 կետերից մեկը հենց առնչվում է այդ թեմայի հետ, որ կողմերը ըստ էության պարտավորվում են, որպեսզի թույլ չտան այդ ռևանշիզմը եւ այլը։ Թեզը տանելու են լիցե հարցողքի հիշացնեմ, տանել են մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո ձեզ։ Գիտեք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի, այսպես ասում են, վիլկայի մեջ է գտնվում, շախմատային վիլկայի մեջ է գտնվում, որովհետև մի կողմից գալիս են ընտրություններ, որտեղ այդ թեզը, ինչպես նաև ցույց տվեց ապրիլի 24-ի եւ Ջայրով երթի բազմամարդ այդ բաները, զանգվածային միջոցառումը ժողովրդի մոտ բավականին լուրջ արմատավորված է այդ թե Արցախի արժեքային համակարգը, թե ցեղասպանության շուրջ այդ գաղափարախոսությունը, դա մի կողմից իհարկե իրեն վնաս է, ինքը շատ լավ հասկանում է, որ դա իրեն դիվիդենդներ չի բերում, հակառակը այն ինչ մնացել է նույնիսկ դրա մի զգալի մասն է կարող է տանել, բայց մյուս կողմից ինքը բավականին լուրջ հույս է դնում, որ ինքը աջակցություն կստանա դրսից, մասնավորապես թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, ինչ որ քայլերի տեսքով եւ ամենակարևորը նա շատ մեծ հույսեր ունի, որ առաջիկա ընտրություններից առաջ նվեր կստանա բանի տեսքով, այդ խաղաղության պայմանագիր կոչվող ինչ-որ մի փաստաթղթի տեսքով։ Այդ իսկ պատճառով ինքը հիմա այսպես է, մի կողմից PR-ն է, մի կողմից ժողովրդի տրամադրություններն են, բայց մյուս կողմից ըստ իրեն կա այդ ամեն ինչը գուցե հավասարակշռով եւ նույնիսկ ավելի ծանր մի գործոն, դա այդ խաղաղության պայմանագրի մասին փաստաթուղթն է, որով ինքը գուցե
իր պատկերացմամբ կարող է դուրս գալ ընտրությունների եւ ցույց տալ ինչ որ արդյունք, որովհետեւ ցանկացած ընտրությունների իշխանությունը ինչ որ մի բան պետք է ցույց տա։ Իսկ 21 թվականի իր հիմնական թեզը, բացի այդ հին, այսպես ասենք, պարելիստից, ինչպես հիմա ասում են, դա այդ նախկիններին թալանը վերադարձնել եւ այլը, դա այնուամենայնիվ ամենագլխավոր արգումենտը, ամենագլխավոր թեզը, որով ինքը դուրս էր եկել ընտրությունների, դա խաղաղություն բերելն էր։ Հիմա 26 թվականին, լավագույն դեպքում, 26 թվականին հերթական ընտրությունների մասին ենք եթե խոսքը գնում, ինքը պետք է գնա ընտրությունների, իսկ ձեռին, այսպես ասենք, որևէ հաղթատուղ չկա։ Սա է։ Հիմա ինքը հաշվարկի մեջ է։ Ես դրա համար ասացի, որոշակի վիլկայի մեջ է։ Այ։ Եվ պարոն Հակոբյան, Մոսկովյան խմբագրությունից հարց ունի նաև մեր գործընկեր Արմեն Յուրխանյանը, առաջարկում եմ լսել։ Господин Акопян, приветствую вас. У меня вопрос следующий. 10 лет назад, когда широко отмечались события столетней давности, столетней годовщины геноцида армян, мы параллельно с этим наблюдали такой небольшой интригой. В Турции отмечалась столетняя годовщина Галипольской, она же Дарданельской операции. Была такая интрига, куда приедет президент России Путин, в Турцию или в Армению. В итоге он выбрал визит в Армению. И у нас у всех отлегло. И это предпочтение было очень знаковым для нас. С тех пор я ни разу не слышал в информационном пространстве, хотя я его очень мониторю, особенно в преддверии этой скорбной для нас даты, чтобы Турция так активно и широко праздновала Галипольскую операцию, и даже вот сейчас, столетнюю ее годовщину, казалось бы, да? Что произошло? Политтехнологи турецкие стали хуже работать, или все-таки премьер Пашинян на их месте и лучше справляется с нивелированием роли геноцида для армянского общества? Հասկանալի։ Դե գիտեք, ես կարծում եմ այդ հարցում արդեն պատասխանը կար, այսինքն այլևս նման կարիք չկա, այսպես ասենք, փորձել հավասարակշռել այն ժամանակ 10 տարի առաջ դուք հիշում եք ինչ մակարդակով էր նշվում այդ տարեդարձը, հյուրերի ինչ, այսպես ասենք, ներկապնակ կար, աշխարհում ինչ, այսպես ասենք, արձագանք կար այդ կապակցությամբ, 100-ամյակի կապակցությամբ, թեպետ հիմա էլ կլոր, այսպես ասենք, բանը դատա էր, բայց մենք տեսանք, որ բավականին առօրյա մթնոլորտում էր այդ անցնում եւ հնարավորինս իշխանությունը փորձում էր որևէ ավելորդ նշանակություն չտալ այդ իրադարձությանը։ Ես կարծում եմ, որ պարզ է, որ 100-ամյակի հետ կապված իրադարձությունների այդ իրադարձությունների ժամանակ Թուրքիան բնականաբար ուներ խնդիր հավասարակշռել, որևէ այլ ընտրանք ներկայացնել, ավելին ոմանց համար բարդություններ առաջացնել այդ նույն ընտրության հարցում, հա, այդ նույն Պուտինի հետ կապված հարցը ես էլ եմ հիշում, որ այդ ինտրիգը բավականին երկար պահպանվում էր, ի վերջո Պուտինը ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, այսպես ասենք, որ կողմ կթեքվի կամ առհասարակ գուցե երկու տեղում է չմասնակցի։ Բայց մենք տեսանք, որ այնուամենայնիվ Ռուսաստանը որպես երկիր, որը դեռևս 95 թվականին ճանաչել էր հայոց ցեղասպանությունը, այդ ղեկավարը այցելեց Երևան եւ մասնակցեց այդ արարողությանը։ Ես կարծում եմ, որ հիմա բնականաբար նման կարիք Թուրքիան առանձնապես չունի, որովհետև իդեմս նորից եմ ուզում կրկնվեն Հայաստանի իշխանությունների կարծես թե ունի բնական դաշնակից, բնական այն առումով, որ ոչ թե Հայաստանի պետությունն է դաշնակից Թուրքիայի կամ ժողովուրդն է, իմ կարծիքով դաշնակից, այլ իշխանությունը իր մերկանտիլ խնդիրները լուծելու համար ինքը դաշնակից է եւ ըստ էության ադապտացնում է այն գաղափարները, որը դրսից գալիս է, դրսից նկատի ունեմ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս առումով իհարկե Փաշինյանը զգալիորեն հեշտացրել է մեր ավանդական հակառակորդների, եթե չասեմ թշնամիների գործը։ Պարոն Հակոբյան, Պուտինն ասեցիք հարց առաջացավ, Փաշինյանը կրկին գնում է Մոսկվա մայիսի 9-ին, մայիսին նաև Լավրովի այցն է սպասում Հայաստան եւ հունիսին Մատվիենկո, թվացial ջերմացում, հա,
տվյալ Սանտա Բարբարա հայ-ռուսական հարաբերությունների, բայց ես հետևել եմ Փաշինյանի նախորդ այցերին, մի այցի ժամանակ ինքը գնաց եւ ռուս սահմանապահները դուրս եկան Զվարթնոցից, հաջորդ այցի ժամանակ ինքը գնաց ռուս սահմանապահները դուրս եկան Իրանի սահմանի ԿՊՊ-ից, հա, եւ եթե չեմ սխալվում, դա չի բացահայտվում, բայց նույնն մարգարետա կապված, այսինքն եթե դա բացվի այդ անցակետը, ռուսները չեն վերահսկելու։ Հնարավոր է, որ հերթական փորձանք բերի մեր գլխին երրորդ այցից հետո, թե սա ուղղակի աշխարհաքաղաքական, այսպես ասենք, խոճապ է Փաշինյանի մոտ եւ ինքը կրկին փորձում է Վլադիմիր Վլադիմիրովիչից հերթական ինչ-որ ժամանակ կորզել իր անվտանգության կամ մինչև հերթական ընտրությունները մնալու բանկասի։ Նախ ինչ վերաբերում է նրան, թե հերթական փորձանքը կլինի թե չէ, այսինքն կպայմանավորվեն արդյոք, որ Հայաստանի անվտանգային համակարգը էլի մի քանի աստիճանով կնվազի, այսինքն այն անվտանգային այն բարիերները, որոնք կան Հայաստանում, կապված դաշնակից երկրի զորքերի կամ ռազմական ներկայության հետ էլ ավելի կնվազի այդ մակարդակը, ես ճիշտն ասած չեմ կարծում, որ այս անգամ նման բան կարող է լինել, որովհետև մենք խոսում ենք, չէ, աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխման հետ, քիչ առաջ նկատում էինք նաև, որ կարծես թե Ռուսաստանը մի քիչ ավելի կոշտացրել է իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի համար էլ է դա զգայուն թեմա առհասարակ։ Հիմա անկախ նրանից դա պրոհայկական է թե հակաթուրքական, բայց փաստը մնում է փաստ, որ տվյալ պարագայում Ռուսաստանը կարծես թե փորձում է վերադառնալ, չասենք վերադառնալ, որովհետև չեմ կարծում, որ շատ հեռու էին գնացել ամենայն դեպս, բայց ես կարծում եմ փորձում են վերականգնել ստատուս կվոն, այսպես ասեմ։ Այս առումով բոլոր խնդրանքները չէ Նիկոլ Փաշինյանի, որ կարող են հնչել, այնինչ հնչում էր անցյալ տարի Բայդենի օրոք եւ չէր մերժվում Ռուսաստանի կողմից, այդ թվում նաև սեփական շահը մի տեսակ երկրորդ պլան մղելով, այսինքն սեփական շահը երկրորդելով Ռուսաստանը կարծես թե հետ էր քաշում, պարզ է, չէ, որ Ռուսաստանը եթե ինչ-որ միտեղից զինված ուժեր է հանում կամ զորք է քաշում սահմանից, դա կլինի սահմանապահներ, սահմանի վրա թե օդանավակայանում, միևնույն է Ռուսաստանի համար դա գերզգայուն թեմա է, որովհետև դա ավանդական գերզգայուն թեմա է։ Ռուսաստանը սովորաբար ֆինանսական, տնտեսական հարցերում, հումանիտար նույնիսկ հարցերում կարող է զիջել, դա իր համար, այսպես ասենք, ինքը համարում է դա երկրորդական, որովհետև ռուսները համարում են, որ փափուկ ուժը դա իրենց բանը չէ, ամենագլխավոր կոզերը չէ, ապա բայց այնինչ վերաբերվում է ռազմական ուժին եւ այլ ռազմաքաղաքական գործոնին, դա իրենց համար զգայուն թեմա է, բայց իրենք ըստ էության ելնելով այն ժամանակվա աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից, ինչու՞ չէ նաեւ ռեգիոնալ կոնյունկտուրայից գնում էին այդ քայլը։ Ես չեմ կարծում, որ հիմա այդ կոնյունկտուրան անբարենպաստ է ռուսների համար, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ Փաշինյանն էլ որևէ բան կառաջարկի։ Կարծում եմ Փաշինյանը իհարկե այս տարբեր այցերը, բայց տարբեր այցերը իհարկե կան, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ դա զուգորդվում է, ասենք, Եվրոմիության նկատմամբ շատ կոնկրետ քայլերով, ոչ միայն ռևերանսներով, այլ շատ կոնկրետ քայլերով, որոշակի ռուսների համար շատ զգայուն քվեարկության մակում, հակառուսական քվեարկության, որին Հայաստանը կողմ էր, բայց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին դեմ, դա ասեն աբսուրդ է, բայց սա փաստ է, այնպես որ ես կարծում եմ իհարկե ժամանակ է փորձում շահել, բայց նույնիսկ ժամանակ չէ, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը, այսպես ասենք, կողմնորոշվում են այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, այսօրվա մեծ քաղաքականության մեջ, իրենք փորձում են ամեն տեղ, որտեղ հնարավոր է երևալ,
այսպես ասենք, Երևան տեսնել ինչ է կատարվում։ Այն ինչպես ասենք Փաշինյանը համապատրաստի ըստեյության այց կատարեց Միացյալ Նահանգներ, հետո համապատրաստի ինչ որ այց կատարեց Ֆրանսիա, դրանից հետո սա էլ է այդ սերիայից, այսինքն որևէ մեկը իրենց, այսպես ասենք, այդ մեծ խաղում չի խաղացնում։ Իրենք սեղանի շուրջ չեն, սեղանի վրա են։ Իդեպ Լոս Անջելեսյան խմբագրությունից հարց ունի նաև մեր գործընկեր Արթուրը Սահակյանը, առաջարկում եմ լսել, Արթուր։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, հարցս հետևյալն է։ Սերժ Սարգսյանը երրորդ նախագահ օրերս ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչև 2026-ի ընտրությունները չի ձգելու, այսինքն լինելու է իշխանափոխություն մինչ այդ, եւ իրենք ունեն հստակ ծրագիր, ըստ ձեզ ինչ ծրագրի մասին կարող է խոսք լինել, այսինքն ինչպես է հնարավոր հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, դա լինելու է փողոցի միջոցով, լինելու է դա այսպես անվստահության միջոցով, լինելու է արտաքին ճնշումների միջոցով, աշխարհաքաղաքական այդ փոփոխությունների ֆոնին, ըստ ձեզ ինչ տարբերակներ են այսօր հնարավոր Նիկոլին իշխանությունից զրկելու ուղղությամբ։ Հարցրություն եղան է, ուղղակի իր հարցին մի փոքր կտորել ավելացնեմ, Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է հաղթել եւ ընտրություններով, այսինքն հիմա քանի որ ձեր մասնագիտական այսպես դաշտ եք մտել, հա, կուզենայի ձեր կարծիքներն լսեի բոլոր հնարավոր եղանակներով։ Գիտեք, ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որը որ ըստ էության 3 է հնչե, այսպես ակնարկվեց իհարկե, ես չէի ասի, որ ուղղակի հենց այդպես ասվեց, ուղղակի ասվեց, որ կարող է մինչև 26 թիվը, դժվար թե մինչև 26 թիվը ձգի այս իշխանությունը, իմ տպավորությամբ գոնե անդեմադի դաշտի այդ հատվածը, իրենք միշտ բավականին զգայուն էին, բավականին ուշադիր էին աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, դրա մասին իրենք բավականին հաճախ էին ասում եւ սովորաբար ասում էին, որ 2018 թվականի իշխանափոխությունը պայմանավորված էր նրանով, որ շատ շատերը, ուժեղները աշխարհի, այսպես ասենք, առանց անուններ տալու պահանջում էին այդ հրաժարականը եւ կային ժամանակներ, ես հիշում եմ, որ նույն հանրապետականները ասում էին, որ համենայն դեպս այն իրավիճակը, որ կա աշխարհում, այն ուժերի հարաբերակցությունը, որ կա թե համաշխարհային ասպարեզում, թե ռեգիոնալ առումով չեն նպաստում, որպեսզի Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հեռանա, այսինքն պահողներ կան, այսպես ասենք, կամ ինչպես ասում են, աշխարհակական կոնսենսուս կար։ Ես կարծում եմ, որ հիմա, քանի որ այդ գործոնը միշտ բավականին կարևոր է եղել, թե Սերժ Սարգսյանի համար, թե նրա ղեկավարած քաղաքական ուժի համար, ես կարծում եմ իրենք եկել են հիմա այն եզրակացության, որ այդ աշխարհակաղակական կոնյունկտուրան այլևս չկա, որը պահում էր Նիկոլ Փաշինյանին կամ բերել էր Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես գոնե առնվազն 21 թվականին պահպանել էր իշխանությունը, եւ այդ աշխարհակաղակական կոնյունկտուրայի բացակայության պարագայում արդեն հնարավորություն կա երկրում գեներացնել բողոքական անդիմադիր հուժկու պայքար։ Ես դատելով իրենց հայտարարություններից, իրենք առանձնապես հակված չեն ընտրական գործընթացներին, որ դա պետք է արվի ընտրական գործընթացներով, հերթական թե արտահերթ դա այլ խնդիր է։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է, այսպես ասենք, փողոցի ճնշմամբ, տվյալ պարագայում իմպիչմենտի մասին է խոսք գնում, իրենց բավականին կարևոր ֆիգուրները, կարևոր պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները, մասնավորապես Հայկն Մամիջանյան օրերս այս մեկ օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում, դրա մասին ասել, որ իմպիչմենտը ճանապարհ է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ իմպիչմենտ ասելուց խոսքը գնում է նաև հուժկու ճնշման մասին, որը պետք է լինի փողոցում։ Այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ ես ընդհատեմ, հա, տեսեք, հուժկու շարժումներ ես ճիշտ ասած եւ անձամբ եւ ոնց որ հերրակա մի փոքր բանավեճ մեջ եմ, տեսեք, մենք ունեցել ենք առնվազն 4 մեծ հզոր փողոցի շարժում, այսպես ասենք, փողոց, դա փրկության շարժումներ, դիմադրության շարժումներ, այն մեկ օրվա հավաքն էր Բաղրամյան պողոտայում, հա, որ բոլորը մի 40-50 հազար մարդ հավաքվեցին եւ սրբազան շարժումը, որոնք հաջողության չհասան։
Ընդ որում վերջ երկու նշածի ժամանակ իմպիչմենտի թեման արծարծվել էր, կարծեմ առաջին անգամ Ղազարը Ներգարը գնաց դեպուտատների հետևից, հա, ԿՊԱ-կան, հետո հետ եկավ, հետո չստացվեց եւ երկրորդը որ Բագրատ Սրբազյանը ասեց իմպիչմենտ ենք անելու, բայց այդպես էլ չհասկացանք Իշխան Զաքարյանի ձայնը, որից շատ բաներ կախված կա չկա ով էր իրան վստահեցել որ կա այդ պրոցեդուրան սկսել, այսինքն գլոբալ առումից եմ ուզում ասեմ եւ ունեցել ենք մեկ ընտրություն համապետական 2021 թվականին, որտեղ Փաշինյանը հաղթել է։ Հիմա խնդիրը որն է ինձ համար, կա 4 շարժում, որը ցույցատվել փողոցով չի ստացվում եւ կա մեկ ընտրություն, որը ցույցատվել չի ստացվել եւ կա ընդհանրեն Գյումրի, Վանաձոր, Հարաքար եւ մնացած ընտրությունները։ Այսինքն որտեղից է գեներացվում այն միտքը, որ փողոցով այս անգամ կստացվի եւ ընտրությունով, ընդ որում ես չեմ ասում 26 թվականի, 2025 թվականին կարող է արտահերթ ընտրություն լինի, չի ստացվի։ Այսինքն ինչն է խնդիրը եւ դրան ավելացնեմ նաեւ դուք էլ շատ լավ գիտեք նոր Ռուսաստանի մոտեցումը, որը համարվում է աշխարհական կենտրոն Հայաստանի հետ կապված եւ այդ կոնսենսուսի մեջ է մտնում, այնտեղ մոտեցումը այն է, որ իրանց ցանկությունը, որ ամեն ինչ լինի սահմանադրական ճանապարհով եւ հնարավոր չափով ընտրություններով։ Այսինքն որտեղ է գարանտիա, որ այս անգամ աշխարհական կոնսենսուսը քարտերը այնպես են նստելու, որ այդ հաջողությունը կնի։ Իհարկե բոլորս ուզում ենք օր առաջ ազատվենք այս իշխանություններից, բայց նաև չենք ուզում այնպես լինի, որ այս իշխանությունները ինչ որ ժամանակով առնվազն կրկին որոշակի լեգիտիմություն ստանան։ Գիտեք, ես երբ մեկնաբանում էի Սերժ Սարգսյանի փաստացի հայտարարությունը, այդ ակնարկը, որը որ շատերը իհարկե ընկալեցին որպես ծրագրի գոյության մասին հայտարարություն, շատ կոնկրետ ծրագրի մասին գոյության հայտարարություն, որովհետև դա հնչում էր ըստ էության նախկին նախագահի շուրթերից, դա շատ կարևոր է ամեն դեպքում։ Տեսեք, ես կարծում եմ, ես ասացի, որ սցենարն է ըստ էության հնչեցվում, հա, հրապարակային դրա մասին խոսվում է։ Ես չեմ կարծում, որ միայն այդ սցենարը գոյություն ունի, ես կարծում եմ, որ եթե գոյություն ունի ասենք մեծ սցենար, ապա այդ սցենարը բաղկացած է մի քանի էլեմենտից, մի քանի տարբեր էլեմենտից, այսինքն հրապարակային խոսվում է այս սցենարի մասին, բայց ես չեմ բացառում առնվազն, որ գոյություն ունի իրականում այլ սցենար կամ որը ավելի գլխավոր է, քան այն ինչի մասին հիմա ասվում է։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա իհարկե Գյումրիի փորձը ցույց տվեց, կամ դա այն մոդելն է, որը որ ենթադրվում է, որ կարող է լինել նաև համապետական ընտրությունների ժամանակ, այսինքն ուզում ենք, չենք ուզում, սիրում ենք, թե չենք սիրում այս տարբերակը, երբ ընդդիմադիր տարբեր ուժեր տարբեր շարասյուններով են գնում, իդեպ Հայաստանի պատմության մեջ սովորաբար հենց այդպես է լինում է, շատ է խոսվում միասնական ինչ-որ բևեռի մասին, բայց սովորաբար դա չի լինում, այսինքն միշտ էլ տարբեր բևեռներով են գնում, այսինքն Գյումրին ցույց տվեց, որ համապետականի ժամանակ էլ, համապետական ընտրությունների ժամանակ էլ կարող է այդ սցենարը լինել, այսինքն տարբեր շարասյուններով գնալ, յուրաքանչյուրը իր ձայները ստանա, մոտորապես այն, ինչ պլանավորվում էր իդեպ նաև 21 թվականին, յուրաքանչյուրը իր ձայները ստանա, հետո իրար հետ պայմանավորվեն։ Նախ եւ առաջ հայտարարելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի իշխանազրկեն։ Ինչպես դա եղավ ԿՊ-ին, ինչպես դա եղավ Գյումրիում։ Ես կարծում եմ, այս տարբերակը իհարկե աշխատող տարբերակ է, բայց ես էլ եմ համոզված, որ առանց փողոցի, առանց եռացող փողոցի այդ ընտրություններում հնարավոր չի լինելու ռեալ արդյունք ունենալ, հաղթական արդյունք ունենալ։ Այսինքն փողոցը լինելու է մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո։ Ես կարծում եմ փողոցը պետք է լինի նախ եւ առաջ ընտրություններից առաջ, նախընտրական կամպանիայի ժամանակ եւ ընտրություններից հետո, որպեսզի պահեն այն արդյունքը, որը արձանագրվել է։ Գյումրիում ընդհանուր առմամբ մենք ունեցել ենք այդ մոդելը, թեպետ փողոցում կարծես թե մարդիկ չկային, բայց այն կառույցները, որոնք կանգնած էին հաղթող տեխնացուների հետևում, ընդդիմության հաղթող տեխնացուների հետևում, դրանք կազմակերպված կառույցներ էին։ Յուրահատուկ կառույցներ էին,
Գյումրիի սպეციფიკայից ելնելով, այսպես ասենք, կլանային բանով, ծագումով եւ այլը, բայց դրանք կուր կառույցներ էին, որոնք կարող էին յետընտրական զարգացումներ գեներացնեին, եթե ասենք իշխանությունը գնար, ասենք ընտրության արդյունքները վերանայելու ճանապարհով։ Ես կարծում եմ իշխանությունը հենց դրա համար չի գնացել այդ ճանապարհով, որովհետև դա կարող էր իսկապես տրիգեր հանդիսանալ ոչ միայն Գյումրիի համար, այդ զանգվածը, այսպես ասենք, հա, պատկերավոր ասած, տաններ եւ սպասում էր ցանկացած հրահանգի, որպեսզի դուրս գա ցանկացած պահին փողոց, այսինքն Գյումրիում առանձնապես պետք չէ այդ պահին փողոցում մարդ պահել։ Այդ մարդիկ փողոցում էին, բայց այսպես ասենք չէին երևում։ Հիմա այն ինչ պետք է տեղի ունենա ընտրությունների ժամանակ, ես կարծում եմ դա պետք է լինի նախընտրական կամպանիան պետք է լինի փողոցում։ Այդ ժամանակ ես կարծում եմ յուրաքանչյուրը իր ձայները ստանալուց հետո կարող են պայմանավորվել այնպես ինչպես դա տեղի ունեցավ Գյումրիում, դա մենք տեսանք, որ դա հեշտ գործ չի, բայց հնարավոր գործ է եւ ավելի քաղաքական այնուամենայնիվ process է լինելու եւ ես կարծում եմ այնտեղ կարելի է ավելի հասկանալի եղանակներով գալ ընդհանուր հայտարարի։ Եվ պարոն Հակոբյան, քանի որ հարցազրույցի ժամը սահմանափակ է, առաջարկում եմ անդրադառնալ նաև մեր մյուս առանձնացրած հարցերին, այն է Ալիևի սպառնալիքները եւ ուլտիմատումները, նախ արձանագրենք, որ Բաքվի եւ Անկարայի հնչեցրած հակահայկական հայտարարությունները Փաշինյանի կողմից որևէ արձագանք չեն ստանում եւ դա զարմանալի չէ, բայց հենց հայ հասարակությունն է դեմ դուրս գալիս թշնամու դեմ, Փաշինյանը ծանր է տանում հարցը հետեւյալն է, չի վախենում արդյոք Փաշինյանը, որ այդ նույն հասարակությունը կարող է դեմ դուրս գալ նաև մի օր երդեմ։ Վախենում է, իրոք վախենում է, որովհետև գիտեք, Փաշինյանը այսօր ըստ էության արտաքին քաղաքական հենարաններ չունի։ Խոսեցինք, չէ՞, դրա մասին, որ արտաքին քաղաքական կոնսենսուսը ակնհայտորեն չկա առհասարակ։ Նույնիսկ այդպես ասենք, հիմա արդեն այդ կոլեկտիվ արևմուտք հասկացողությունն էլ որպես այդպեսին գոյություն չունի, այսպես կա մի հատված, որը որ իրեն աջակցում է, փորձում է աջակցել, բայց իրենց ռեսուրսը ակնհայտորեն չի երիքում, որպեսզի իրենք որևէ մեկին լրջագույն կերպով աջակցեն, առավելևս չկա ռեսուրս, որպեսզի իրենք կարողանան երկրի մեջքին կանգնել այս առումով։ Ինքը վախենում է, բնականաբար վախենում է, ավելին ձեզ ասեմ, նույն Գյումրիից ենք խոսում, թե Գյումրիի, թե Փարաքյարի ընտրությունները, եւ թե Երևան քաղաքի ավականու ընտրությունները, եւ որոշ այլ ընտրություններ, որոնք եղել են թիմ, ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը այսօր այլևս չի երիքում, որպեսզի էլեկտորալ process-ի արդյունքում վերարտադրվել առհասարակ։ Այդ իսկ պատճառով իրեն մնում է միայն ապավինել վարչական ռեսուրսին, գուցե ուժային ռեսուրսին, եթե այդ ռեսուրսը իհարկե բավարարի մեծ զանգվածների դեմ, որովհետև ուժային ռեսուրսը սովորաբար աշխատում է, երբ զանգվածը համադրելի չէ, փողոցի զանգվածը։ Նույնիսկ ձեր նշած այդ 3-4 շարժումների ժամանակ, այդ փուլերի ժամանակ, երբ երեկոյան ժամերին մասնավորապես փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին լինում, այն նույն այն կարմիր բերետավորները, ուժային այլ կառույցների ներկայացուցիչները փողոցում չէին երևում, որովհետև դա չաշխատող այլևս ռեսուրս էր դառնում կամ այլ միջոցների պետք է դիմեին, որը որ մենք տեսանք, որ մի օր դիմեցին, հա, ինչ տեղի ունեցավ, ինչ աղմուկ բարձրացավ, այն էլ փողոցում այդ ռեսուրսը չկար, ինչ որ կարող էր լիներ Եվ դեռ մեծ հարց է, եթե ասենք 50-60 հազար մարդ է փողոցում եւ ոստիկանությունը նման գործողությունների է դիմում, ինչ ռեակցիա կլինի եւ ինչի դա կբերի առհասարակ։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ ինքը վախենում է, ինքը շատ լավ հասկանում է, ամեն ինչ ուժայինները, որոնք ենթարկվում են ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ովքեր։ Ուժայինները մեր։ Հիմա նույն վստահությամբ կվինա եթերամանները կտա, թե արդեն այդ մի աշխարհական կոնսենսուսի ԱՄՆ-ն այլևս չի խառնվի եւ հրանգավորված չի պաշտպանի Փաշինյանը։ Դե գիտեք, իհարկե հիմա դժվար է միանշանակ ենթադրել, որովհետեւ թե Միացյալ Նահանգների ռեգիոնալ օրինակ քաղաքականությունը, մասնավորապես Հայաստանում, ինչպիսին է առհասարակ, որովհետեւ
դա անգծված չէ, այլ այնուամենայնիվ մենք խոսեցինք, որ Ռուսաստանը կարծես թե փորձում է վերականգնել իր ստատուս քվոն, բայց առայժմ պարզ չէ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ քաղաքականություն են ուզում վարել այս ռեգիոնում։ Արդյոք այս ռեգիոնը իրենք ըստ էության հանձնում են Ռուսաստանին որպես նրա հետաքրքրությունների գոտի Ռուսաստանին եւ Թուրքիային, հա, ասում են իրար հետ պայմանավորվեք, но ամենայն հավանականությամբ հենց դրա մասին է խոսքը, որ մենք այդտեղ չկանք, դուք իրար մեջ պայմանավորվեք, եթե կարողանաք, եւ այդ մրցակցությունը, որ արդեն մենք նկատեցինք եւ արձանագրեցինք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, հենց դրա հետևանքն է, որ Միացյալ Նահանգները կարծես թե այսպես արդեն իսկ դրա մասին խոսել են, ում հետ պետք է։ Սա է, ես կարծում եմ իրավիճակը, ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հրահանգներին, ես գիտեք, բազմաթիվ անգամ մենք տեսել ենք, որ Միացյալ Նահանգներում ադմինիստրացիայի փոփոխությունից, այդ թվում նաև քաղաքական թիմերի փոփոխությունից, ռեգիոնալ քաղաքականությունը առանձնապես չի փոխվել։ Ավելին եւ դեսպաններն են մնացել եւ որոշ այդ կառույցները, այն հասարակական կառույցները սորոսական կլինի, չգիտեմ, որը կլինի, իրենք այսպես ասենք ժառանգաբար փոխանցիկ դրոշի պես փոխանցվում էին եւ բավականին լավ օգտագործվում էին։ Այդ իսկ պատճառով ես հիմա մի քիչ զգուշ կխոսեմ այդ մասին, որովհետեւ դեռ պարզ չի, նորից եմ ասում, ռուսների քաղաքականությունը կարելի է կռահել մոտորապես։ Միացյալ Նահանգների քաղաքականության մասին մենք շատ նենց հերվից դեռևս ենթադրում ենք, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ամեն դեպքում այդ նույն հրահանգները չեն լինի։ Հրահանգներ երբ ասում ենք, այսինքն աչք փակելը շատ բանի վրա, այն ինչ որ տեղի ունի, այն վայրագությունների վրա, որ ասենք ոստիկանական որոշ ուժերը իրականացնում են, ես չեմ կարծում, որ այդ նույն ազատության աստիճանը այնուամենայնիվ կա։ Ես կարծում եմ մոտակա ժամանակները գուցե նաև որոշակի փոփոխություն լինել նաև դիվանագիտական կորպուսում, նույն Միացյալ Նահանգների, իսկ դա հստակ սիգնալ կլինի, որ ինչ-որ բան լրջագույնս փոխվում է։ Դե ամեն դեպքում չի կարող պատահի պետդեպարտամենտի քաղաքականությունը ներքին, այսպես ասենք, անցուդարձը փոխված լինի եւ դա չազդի իր, այսպես ասենք, հայաստանյան ֆիլիալի վրա։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, զրույցի լավերն ընդունելու համար։